խաղաղությունը 9 ամսական է եւ մեր խաղաղությունը այսօր արդեն ուրախություն է բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այդ խաղաղությունը արդեն երջանկություն է բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որովհետեւ 2 տարի է մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր ունենք, ժողովուրդ, դա ուրախանալու առիթ չի։ Մենք խաղաղություն ունենք։ Եվ այդ խաղաղությունը Հայաստանի ժողովրդի համար բացել է կյանքի ճանապարհը։ Բայց 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ Ինչ տեղի կունենա, եթե 9 ամսական երեխայի նկատմամբ խնամք չտանենք, ինչ տեղի կունենա, նա չի ապրի, նա ոտի չի կանգնի, նա չի մեծանա։ Եվ եթե ծնողները եւ պետությունը իրար հետ երեխայի առողջության մեծանալու երաշխավոր իրանց դերը չկատարեն, այդ երեխան շանս չունի, այդ երեխան չի մեծանա։ Եթե խնամք չտանեն, այդ երեխան շանս չունի, այդ երեխան չի մեծանա։ Եվ այսօր իմիջայլոց շատերը կան, քաղաքական դաշտում մարդիկ կան, որ այս նույն տրամաբանությամբ առաջարկում, գիտեք ինչ են առաջարկում են այդ երաշխավորների թեման, որ բերել են, գիտեք ինչի է նման, լսել եք, չէ՞ որ ասում են խաղաղության երաշխավոր առաջարկում են, որ մենք մեր 9 ամսական երեխային որբանոց հանձնենք, տանք ուրիշի խնամքին։ Մենք ասում ենք չէ, մենք չենք ուզում մեր երեխային որբանոց հանձնենք եւ տանք ուրիշի խնամքին, որովհետեւ մենք որպես մեր ժողովուրդը եւ մեր պետությունը գիտի, որ ինքը պետքա խնամք տանի 9 ամսական այդ երեխայի նկատմամբ։ Եվ հետեւաբար շատ կարեւոր է, որ առաջիկա 2026 թվականի ընտրություններին դուք ժողովուրդ գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Այդ խաղաղությունը դուք եք ստեղծել ժողովուրդ։ Այդ խաղաղությունը ձեր զրկանքների, ձեր տառապանքների, ձեր համբերության, ձեր աջակցության շնորհիվ է ստեղծվել։ Եվ դուք եք այդ խաղաղության հեղինակ, այդ խաղաղությունը ձեր զավակն է։ Մի թողեք, որ այդ զավակին տանեն որբանոց եւ հանձնեն ուրիշների կամքին եւ ուրիշների խնամքին։ Մենք ինքներս մեր զավակին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը պետքա տեր կանգնի խաղաղությունը, պետքա տեր կանգնի խաղաղությանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մի բան, առաջիկա ընտրությունների համատեքստում անհրաժեշտ է մի բան, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, վերցնելով 16-րդ քվեաթերթիկը։ Մենք փորձել ենք ձեր գործը մաքսիմալ հեշտացնել, որպեսզի դուք մի գործողությամբ լուծեք այդ հարցը, որովհետեւ ուրի խաղաղության օրակարգի շարունակության եւ խաղաղության զարգացման 9 ամսական երեխայի խնամքի երաշխավորը Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդն են։ Չթողեք, որ մեր 9 ամսական երեխային հանձնեն ուրիշների քմահաճույքին։ Այդ պատերազմի եռագլխկուսակցությունը ուզում է մեր 9 ամսական երեխային որբանոց հանձնի, ասելով, որ մենք ի վիճակի չենք տեր կանգնել մեր խաղաղությանը, մենք ի վիճակի չենք տեր կանգնել մեր պետությանը, մենք ի վիճակի չենք տեր կանգնել մեր ճակատագրիկ, մենք ասում ենք ոչ, մենք ի վիճակի ենք դրա համար, որ մենք հասել ենք խաղաղության, զարգացման, ուրախության այս կետին եւ մենք պարտավոր ենք շարունակել այդ ճանապարհը եւ ուրեմն ժողովուրդ 2026 թվականի հունիսի 26-ին 26 թվականի հունիսի 7-ին գնում ենք ընտրական տեղամասեր եւ քվեարկում ենք հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Չէ, համոզիչ չի ինչու։ Չէ, մի րոպե։ Այդ Նիկոլ Վարչապետով չեք խաբի, մի րոպե սպասեք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ենք քվեարկում, որովհետև դա ինքնանպատակ չի։ Քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, պետքա երկրորդ վարկարկման պատասխանը տեր ենք։ Խնդրում եմ, եթե տեր եք, հաղթահարեք ձեր
բանը գիտեմ որ տենց անսովոր է մի քիչ, բայց խնդրում եմ հաղթարեք ձեր կաշկանդվածությունը եւ ասեք որ տեր եք, խնդրում եմ ասեք։ Մի րոպե, ես պետք է ասեմ պետությանը, ես թվարկեմ ինչին ենք տեր։ Դուք եթե տեր եք, ասեք տեր եք։ Եթե տեր չեք, ժողովուրդ ջան, ասեք տեր չեք։ Որովհետև, չէ, ուրեմն սկզբից պետք է սկսենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ծաղկավիտին, Արագածոտնի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությանը։